Ողջույն բոլորին, այս վիդեոյում ուզում եմ խոսել սեփական պատասխանատվության մասին եւ այն մասին, թե ինչքանով է յուրաքանչյուրը անցալում իր սեփական պատասխանատվությունը։ Սկսենք նրանից, որ սեփական պատասխանատվությունը սկսվում է մտքերից, թե ինչպես է մարդը անցալում ինքն իրեն, ինչպես է անցալում իր շուրջը եւ ինչպես է անցալում աշխարհը։ Մեր մտքերը կարծես մեր կյանքի շարժիչ ուժը լինեն եւ ըստ մտքերի է կառուցվում թե մեր իրականությունը, թե մեր կյանքը, իսկ այն թե ինչպես ենք մենք անցալում այդ ամենը եւ մեր պատասխանատվությունը նաեւ որոշում է թե ինչպես է դասավորվում մեր կյանքը։ Սկսենք նրանից, որ մեր մտքերը հաճախ կամ մեզ պահում են անցյալում, կամ մեզ տեղափոխում են դեպի ապագա հիմնական տեղափոխում են այն մարդկանց մոտ, ովքեր տագնապային են, դեպի անցյալ հիմնականում լինում են այն մարդկանց մտքերը, ովքեր ավելի դեպրեսիվ են, ավելի մելանխոլիկ են, սակայն մտքերը շատ հազվադեպ է լինում, որ մնում են ներկայում եւ մարդը ավելի գիտակցված է իր որոշումները կատարում ներկա ժամանակում եւ ավելի գիտակցված է կատարում իր ընտրությունները, որից նաեւ որոշվում է իր ապագան։ Ցավոք սրտի 21-րդ դարում մեր ներկան հիմնականում հիմնվում է այն ինֆորմացիոն տեղատարափի հիման վրա, որի մենք այսօր գտնվում ենք, եւ շատերը այսօր եւ դուք էլ նաեւ կզգաք, որ ձեր երեխաների, ձեր թոռների եւ ձեզ մոտ էլ այդ սկրոլինգն է հիմնականում, երբ որ մարդը վերցնում է հեռախոսը կամ պլանշետը եւ սկսում է իր սոցիալական ցանցերը թերթել, անverջ թերթել, այսինքն ստանում է փոքր կտորներով ինֆորմացիա եւ ոչ մի ինֆորմացիան չի ցանկանում կարդալ, խորապես ուսումնասիրել, այլ ընդամենը ցանկանում է սկրոլ անել եւ կարծես ուղեղը անջատվում է, ուղեղը հանգստանում է։ Սակայն պետք է հասկանալ, որ այդ սկրոլի արդյունքում այդ կարճ փոքրիկ ինֆորմացիաներ, 1 րոպեանոց վիդեո, 3-4 տողանոց ինչ-որ գրառում եւ այլն, այդ ամենի արդյունքում, եթե ուղեղը մշտապես ստանում է ինֆորմացիան այդպես փոքր չափաբաժիններով, մարդը դադարում է իր կենտրոնացման ունակությունը ունենալ, այսինքն երբ որ կենտրոնացումը մի գրառումից տեղափոխվում է մյուս գրառում, մենք դադարում ենք կենտրոնանալ երկարատև որևէ բանի վրա։ Եվ այդ ամենին զուգահեռ գնում է նաև այն, որ մարդը շտապում է ել ավելի շատ տեղեկանալ, ել ավելի շատ իմանալ եւ իմանալ բաներ, որոնք իրեն պետք չէ։ Ներկայում, որ ես նկարում եմ այս տեսանյութը, Իսրայելը պատերազմ է մղում Իրանի դեմ։ Դա Հայաստանի Հանրապետության բնակիչներին այդքան էլ պետք չեն, եթե այդ տեղեկությունը լինի Հայաստանի հետ կապված, այո, պետք է լինեն, բայց քանի որ այդ տեղեկությունը մեզ հետ կապված չէ, մեր հարևան երկրի հետ կապված, ապա դա պետք է հետաքրքիր լինի ընդամենը պետական ծառայողներին, ՊՆ-ին եւ մյուս կառույցներին, որոնց համար